Ողջույն, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, այս տեսանյութում ցանկանում եմ խոսել Գագիկ Սարգսի Պետրոսյանի մասին։ Մասնավորապես Գագիկ Սարգսի Պետրոսյանը առանց վարորդական իրավունքի վկայականի ավտոմեքենա վարելու համար նախկինում արդեն 2 անգամ դատապարտված է եղել։ Նույն արարքը կատարելու համար ներկայումս նույնպես վերջինս դատապարտվում է։ Հետևաբար անհասկանալի է, թե Գագիկ Սարգսի Պետրոսյանը ինչու է մինչև հիմա ազատության մեջ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Գագիկ Սարգսի Պետրոսյանը մնալով ազատության մեջ կատարել է նոր հանցագործություն։ Այսինքն Գագիկ Սարգսի Պետրոսյանը խախտել է իր նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները։ Ուստի ակնկալում եմ, որ դատանը կքննարկի Գագիկ Սարգսի Պետրոսյանի խափանման միջոցը կալանքով փոխարինելու նպատակահարմարության հարցը։ Մասնավորապես Գագիկ Սարգսի Պետրոսյանը Սոֆիա Տիգրանի Գալուստյանի վստահությունը չարաշահելու եղանակով խաբեությամբ Սոֆիա Տիգրանի Գալուստյանից վերցրել է 6 միլիոն 80 հազար դրամ, իբր թե Սոֆիա Տիգրանի Գալուստյանին հողատարածք վաճառելու պատրվակով։ Մինչդեռ իրականում Գագիկ Սարգսի Պետրոսյանը իրեն պատկանող հողատարածք չի ունեցել։ Այսինքն դա նշանակում է, որ Գագիկ Սարգսի Պետրոսյանը ի սկզբանե հանցավոր դիտավորություն է ունեցել Սոֆիա Գալուստյանի վստահությունը չարաշահելու եղանակով Սոֆիա Գալուստյանից խաբեությամբ հափշտակել 6 միլիոն 80 հազար դրամ։ Գագիկ Սարգսի Պետրոսյանի կողմից Սոֆիա Գալուստյանի վստահությունը չարաշահելու եղանակով Սոֆիա Գալուստյանից խաբեությամբ 6 միլիոն 80 հազար դրամ հափշտակելու վերաբերյալ Սոֆիա Գալուստյանը ոստիկանությունում արդեն իսկ տվել է հանցագործության մասին գրավոր հաղորդում։ Հետևաբար ես հրապարակում եմ Սոֆիա Գալուստյանի հաղորդման մեջ Գագիկ Պետրոսյանի վերաբերյալ նշված հանգամանքները։ Նշեմ նաև, որ Գագիկ Պետրոսյանի ինստագրամյան էջում արկա են լուսանկարներ, որ Գագիկ Պետրոսյանը լուսանկար ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ինչպես նաև մյուս լուսանկարներում երևում է, որ Գագիկ Պետրոսյանը ԲՀԿ կուսակցության անդամ Արման Աբովյանի հետ միասին հանրային վայրում բուկլետներ է բաժանում ժողովրդին։ Այսինքն այդ լուսանկարներով փաստվում է, որ Գագիկ Պետրոսյանը առնչություն ունի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Հետևաբար Գագիկ Պետրոսյանը Սոֆիա Գալուստյանի վստահությունը չարաշահելու եղանակով Սոֆիա Գալուստյանից խաբեությամբ 6 միլիոն 80 հազար դրամ հափշտակելու հանգամանքով պայմանավորված Գագիկ Պետրոսյանն իր այդ գործողություններով ստվեր է գցում Գագիկ Ծառուկյանի հեղինակության վրա։ Հետևաբար, եթե կլինեն այնպիսի կանայք եւ աղջիկներ, ովքեր որ տուժել են Գագիկ Պետրոսյանի գործողությունների արդյունքում, այդ կանայք կարող են դիմել ինձ կամ կարող են ահազանգել ոստիկանություն, ինձ կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով 077 27 07 38։ Նշեմ նաև, որ Գագիկ Պետրոսյանը կոնկրետ Էրիկ Եղինյանից ներկայությամբ գրել է փոխառության պայմանագիր իր ձեռագրով եւ տվել է Սոֆիա Գալուստյանին։